այնքան լավ հարց է, որ ես չեմ կարա նրա։ Ինչ են հարցերեն։ Ադես ինչ լավ մեր հարց։ Բա։ Կովե։ Ջանագյորա եմ արել, ոնց որ ես ընենց էլ հացերս։ Կարմրաթուշ բոքոնները տեղավորում ու պատմում է։ Ժամանակները փոխվել են, գյուղական ավանդույթները վերացել։ Օրինակ հացի եղածն ինչ է, որ շատ դեղցավանցիներ խանում խաթում են դարձել ու ալարում են տանը հաց թխել։ Դրա փոխարեն գնում խանութի 1000 ու մի ձեռնկած հացն են առնում դնում սեղանին։ Էլմիրան երբեք խանութից հաց չի առնում թխելիս էլ ոչ գազօջախ, ոչ էլ էլեկտրական ջեռոց։ Միայն ու միայն սեփական փռում։ Այն երբ էր, որ Վրաստանից տեղափոխվեց տեղ ու ջավախքի համն ու հոտը բերեց Տավուշի դեղցավան։ Ամուսինս չի սիրում խանութի հաց ուտել, միշտ էլ տնական ենք անում մենք։ Ես ամառ, ձմեռ, գարուն միշտ տնական հաց եմ թխում փռով։ Հասենք եղել ա, որ չուտայով եմ արել, բայց դու չեմ ընդհանրապես փռով եմ անում։ Մեր երեխեքս էլ նոր տարուն եկել էին, 4 երեխա ունենք, 4-ն էլ թորով, ծորով, հարսներով, փեսաներով հավաքվել էին, մի 5-6 փուր հաց եմ թխել։ Հազիվ հերիք արել, հիմի նորից էլի անում եմ։ Սկեսուրը հպարտանում է հարսի թխած հացով։ Հաց թխելն էլ մի իսկական արարողություն, որ Էլմիրան տասնամյակներ շարունակ կատարել է անխախտ ձևով ու սիրով։ Գնդերը դեռ հրաշեք փուռը չդրած հոտն արդեն կապում էր ալամաշխարն ու այնքան ծանոթ անծանոթի հետ բույրը գերել բերել հասրել իր բակ, որ էլ հաշիվ չկա։ Ամենքին իր բաժին հաց է, այսպես է կարգը։ Սկեսուրը հիմա չկա, բայց քույրն է հիմա սկեսուրի դերում, որ կողքից նայում հիանում է, ձեռքի հետ էլ առաջ տանում իր գործը։ Տիկին Էլմիրան էլ հարսի խոնարհությամբ նրա հացն էլ թխում է ու չի դժգոհում։ Կիսուրս չի խոսած է, բայց որ մեկ-մեկ հացը վառում էի, ամուսինս էր խոսում։ Չէ, էլ չի խոսում, էլ արդեն պրսյակն ընդունել բերձել եմ, ինչի պետք է խոսի։ Հնի ու նորի ճամփաբաժանին մի քիչ դժվար է, թե սկեսուրի, թե հարսների սրտով գնալ, բայց գլուխ գովալ չլինի Էլմիրայի մոտ, բոքոն հաց թխելուց էլ լավ ստացվում է ընտանիքում խաղաղություն պահելու գործը։ Այսօր համ մեր հացն եմ թխում, համ կարելի ասել սկեսուր մայրիկի հացն եմ թխում։ Ինքը որպես ինձ հարս ընդունում, ես էլ իրեմ որպես սկեսուր։ Տեխնիկած տեղը ինքն ա վերես ջղայնանում, տեխնիկած տեղն էլ ես եմ իր վրա ջղայնանում, այնց որ ավանդույթը պահպանում ենք, որպես հարս ու կեսուր, բայց այլ ինչ հարս ու կեսուր, որ մի քիչ իրար հետ չճղճղան։ Հա, տեսա։ Ես իմ հարսների հետ ոնց որ ընկերուհի լինեմ։ Ես էլ այդպես եմ իմ հարսների հետ։ Իրա հետ որպես 5 կեսուր, իրա ավանդույթով եմ շարժվում, նրանց հետ էլ որպես ժամանակակից կեսուր հարս այդպես եմ շարժվում։ Դեղցավանը մի գյուղ է, որտեղ առանց չափազանցության մեկը մեկին կամ ազգական են, կամ էլ խնամի, օտար մարդիկ չկան։ Մեծ մասը ջավախքից են գաղթել դեռ խորհրդային տարիներին, եկել են Ցրտաշունչ իրենց հայրենիքից ու այստեղ տակ Տավուշում Այգեստան գյուղ հիմնել։ Քիչենկոմ աղջիկս է ապրում։ Կիսուրանքս են, միտունենկոմ իմ կիսուրն է ապրում, իր փոքր տղու հետ։ Ես միշտ եմ մեծ աղբերը ներքևն է ապրում։ Քուրս ներքևն է ապրում, աղբերներս ստեղ մի քիչ միտուն ներքև են ապրում, այդտենց լրիվ էս գյուղը մեկը մեկին բարեկամ են։ Ով էլ որ բարեկամ չէր, խնամի աղջիկ տալ առնել, բարեկամացան էլի։ Հայ-վրացական սահմանից ընդամենը մի կիլոմետր հեռու Դեղցավանում հողից կպած հողով ապրող ջավախցիներ են ապրում ու անասելի սիրում իրենց գյուղն ու հողը։ Այո, մեր գյուղից լավը չկա։ Մենք ապրում ենք դրախտում։ Հիմա որ դե ուզում ես այս սեզոնին գնա, ձնի մեջ թաղված, մարդիկ չգիտեն իսկ մեր մոտ ինչպես տեսնում եք գարուն։ Գյուղն այնքան է սիրում, որ 3 աղջիկներին էլ էստեղ ամուսնացնելու միտք ուներ տիկին Անետան, բայց ճակատագիրն այդպես դասավորվեց։ Մեկ է դրսում ապրող աղջիկների սիրտն ու ուշքը էլի գյուղում է։ Այս մեր գյուղը իրանք էլ են շատ սիրում։ Անգամ իրանք հեռու տեղ լինելով հանդերձ ասում են մամա ոչ Թիլվիզը, ոչ Մոսկվան, ոչ մեկը մեր գյուղին չի գա։ Եթե մի օր աղետ լինի ու այնպես ստացվի, որ սով սկսվի, Վահրամի մառանում չեն էլ նկատի, ավելին եթե աղետը երկար տևի, Վահրամի մառանից կարելի է կոմպոտներ ուղարկել նաև հարևան մոլորակների։ Սա էլ հիմնականում Էլմիրայի շնորհիվ, ասում են կնգամի ձեռը պետք է մի քիչ գող լինի, առատորվա սեղանից մի բան գողանա, պահի որ նեղոր դռնեդուր չընկնես։ Ասված չան ինչ որ այնպես դժվար պահեր դուրս գա, ելնի ահա մենք ունենք մեր մառանը։ Այսինքն ամեն ինչ կա մեջը, կարանք օգտվենք, մի ամիս է, 2 ամիս է, սաղ մի տարվա աշխատանք ընդ
մարանում ամեր։ Ձմեռը վերջանալու վրա է, թարեքները մի քիչ նոսրացել են, հակառակը չէր էլ կարող լինել, ամանորը եկավ ու խորշակի պես անցավ մառանի վրայով, բայց ոչինչ, ասում է, կարևորը սիրտներս է բաց, իսկ հյուրասիրելու բարիքն էլ միշտ էլ կճարվի։ Խնդրեմ, համեցեք, ամեն ինչներ կա, նեն չի որ դժվարությամբ պիտի կանք, ամեն ինչի տակից դուրս կանք, արդեն ամեն ենցա որ մի քիչ տատարգություն է, մի քիչ 50-50 է, ձմեռվա կեսն է, օգտվել ենք ամեն ինչից, քիչ ամենաց է։ Էսի խաղողը, էնել խառը արաղել ունենք, խառը մրգային էլ ունենք։ Այդ դրանք է սաղ, իրանց գրատուսներով, իրանց ամեն ինչով գրած հավեսին։ Ճիշտ է, ընտանիքը փոքր է, միայն ամուսիններով են, բայց ամեն ինչից տեղը տեղին պահեստավորում են, քանի որ հյուրաշատ օջախ է, ինչպես հատուկ է ջավախահայերին, ասում է ու ուղեկցում մեզ արդեն այգու մառան։ Վահրամը մեր ալիքի հավատարիմ հետևորդ է ու շատ անգամ է տեսել, թե ինչպես են հերոսները ցուցադրում իրենց աշխատանքը, ասել է, թե քրտինքով ստեղծածը ու ձեռքի հետ էլ ցուցադրում են որևէ աշխատանք։ Հակառակի նման այգում աշխատանք անել դեռ հնարավոր չէ, քանի որ ձյունը նոր է հալվել, հողը թաց է, բայց հանուն նկարահանման մի բան կարելի է, ոնց ասում են, բզբզալ։ Յանի թե բերել եմ դուրս չալամն եմ դասավորում, լավ, ժանդեմ, գիտեմ էլի թատրոնում սաղսուտը ոնց են նկարում, արի, սրանք էտ ծիլերը, որը ծիլոտա, կողք ենք դնում, որ ընթացքում գարունը, էսի արդեն պիտի ծանենք, ես էլ մեր սեղտորն է, սերմացու հետ էլ պիտի ծանենք, ես նրները մնացել է, ստե չենք եղել մի քիչ, Օղի ավելի շատ քաշում են ոչ թե որ դառը խմիչքի սիրահար են, այլ որ միրգը սպառում չունի։ Համարյա կլոր տարին գյուղացու օղուտարաները մրգով լիքն են։ Կրակին դնելու գործ միշտ էլ կա, ու սա է փտող միրգը օգտակար բանի վերածելու միակ տարբերակը։ Մեր աշխատանքը գյուղացու սկսում է հենց դրսերը տակացավ։ Սաղ տարիներ մենք գործը ունենք։ Այգում սկսած, ասենք էդից, այնտեղ դերևն ենք հավաքում, այնտեղ չաշկանները, բաժակներն ենք դզում, փչում, փորում, որը պետք է, հետո սկսում ենք, հետո նոր հունձն է սկսում, հնձում ենք, մաքրում ենք, հետո ջուրը, ու տեն շարունակ, սաղ տարին մենք գործ ունենք, հենց ոնց ասում են, գործը 6-ից 12 է համարն են, անդադ գործը կա, գործը չի բացնում, ուղղակի են ավատը, որ գյուղացուն մի քիչ պետության կողմից մի փոքր գոնյա աջակցություն ցույց տան։ Չենք ասում մեզ փող տանք համ, ուղղակի իրացման ժամանակ մեզ մի քիչ աջակցեն, ասենք կարողանանք մենք մեր ստեղծածը թեկուզ տեղում ռեալիզացնենք կամ դուրս հանելու համար չկա այդ բաները չկա, էլի ինքնաբավարարությունն էլ նման ասենք Հայաստան, բայց մնացածը մնում է գյուղացու վրա, չի կարում։ Ստիված մենք լցում ենք բոշկեքը, խնդրեմ, ու սկսում ենք արաղ քաշել։ Ցույց տամ, որ ահա նայեք, սաղ տարվա աշխատանքը ստիված ոնց են ասում, փոխում դարձնում ենք արաղ, բայց արաղով ինչ անենք։ Արաղները ինչքան առնեն, խնդրեմ, էսա։ 3 բոշկա ունեմ։ Էսի մեկ, խնդրեմ, արդեն հասունացման փուլն է, արդեն համարյա քիչ է մնացել։ Աղջիկ, այդ հետո կփակենք, լավ, ոչ։ Մեկ էլ էս երկուսը, էլի։ Հնա չի որ մենակ մի հատ է։ Պատկերացրեք, ես սրա մեջ, այս փոքր բոշկի մեջ քանի տոննա, քանի կիլո գարալյոկ է գնացել։ Մնացածն էլ մնացել է, չենք կարացել հասնենք, հավաքենք։ Դծևը շատ էր, առնող չկար, չհասրինք։ Խնդրեմ, ես էլ է հասունացման փուլում։ Ու ես սկսելու եմ մի քիչ որ կակություններ եղնին, արդեն ինքը հասունանա, սկսելու եմ արաղը թորեմ։ Հույրը տվեց։ Տվեց, չէ արդեն, հոտը, արդեն ոնց ասած հասունացման փուլում է։ Ստեղ մի վաղտ հավ ունեինք, հավ էինք պահում, էնել վերացավ չեղավ, այդ անդերները աղվեսները տարան, չունենք։ Տեղցավանցի Վահրամը մարդկանց այն տեսակից է, ում ներկայությամբ օրը միանգամից լուսավորվում է։ Նրա սիրտը միշտ բաց է թե մարդուն ընդունելու, թե օգնելու համար, իսկ սրամիտ հումորը ուղղակի կատակ չէ, այլ ջերմություն փոխանցելու միջոց։ Նա ապրում է այն համոզմամբ, որ բարին ուժ ունի, որ մի լավ խոսք, մի ճիշտ արար կարող է փոխել օրը մարդուն, իսկ գուցե մի փոքր էլ աշխարհը։ Այդ հավատով էլ քայլում է առաջ։ Ընդհանրապես աշխարհը մի բարի որ եղար, բարությունն է փրկում։ Չար, վատությունը մի վարկյանի հարց է արեցիր, բայց լավություն անելու համար եկա պետք է չարչարվես, չէ՞։ Ու արածը լավությունն է չանես, որ նորից դառնա վատության մի խոսքի պատճառով։ Ես էլ խնդրեմ, ես էլ մեր այգին տնական։ Էսի զեյթունի ծառն է, ոնց են ասում, ձիթենի, փոխկուր։ Էսի առաջվա էս մեր գյուղի
մի քանի ծառ առաջինը սրանք են բերել կարալյոքի ծառը տնկել են այսի երևի որ չխափեմ 40 քանի տարվա ծառ այսի դա առաջ այնի մեր նա սկանտեղը մեր այգինաց թե ծառ են մշակում ենք այդ հուզնա Էդի հոննա, կարալյոքա։ Գովաբանել չլինի, բայց դեղցավանի հողերը Արարատյան դաշտավայրից էլ բերի են, ասում է գյուղացին ու օրինակ բերում եղևնիները, որ գյուղի սկզբնամասում տնկվել ու մեծանում են։ Տարել էին Հայաստանի խորքերը տնկել էին, հողը չէր վերցրել, բերես դեր են փորձել նայեք ինչ անջատավ են։ Հողի տարբերությունս դե լավ է։ Էսի Արարատյան դաշտավայրից չգովեմ, ավելի բերի հող այս մեր Չորագետի հովիտ, էսի կոչման Չորագետի հովիտ։ Վահրամի ու գյուղի բնակչության մոտ 90% ընտանիքները դեղցավանում հաստատվել են 70-ականներին Ծալկայի շրջանի տարբեր գյուղերից։ Վերջին մի քանի տասնամյակում դեղցավանում ձմեռ չեն տեսել։ Այս տարի է միայն ձյուն եկել ու զարմացրել գյուղացիներին։ Անասնապահությամբ զբաղվողներ գյուղում համարյա չկան, բոլորը դեմքով շրջվել են դեպի հողն ու չեն դժգոհում։ Դեղցավանցի Տիկին Արևիկը վստահեցնում է գյուղում աղքատ ընտանիք չկա, արտասահմանյան թանկարժեք մեքենաների քանակից կարելի է հասկանալ, որ գյուղացիներն այստեղ հարուստ են, ասում է։ Գյուղն էլ տարեցտարի զարգանում է, նմանվում քաղաքի։ Փողոցային լույս ունենք, ասֆալտապատած ճանապարհ ունենք, գրասենյակ ունենք, դպրոց ունենք, բուժգետ, ամեն ինչն էլ ունենք, փառք Աստծո։ Մի ժամանակ չենք ունեցել, այո, մեծ դժվարությամբ այն ժամանակ երեխեքս փոքր են եղել, ստե մենք մի հատ աղբյուր ենք ունեցել, այդ աղբյուրից գնում էին փոքր երեխեքս հետը ջուր էինք բերում, այդ տան հոգսերը բանը էլի անելու համար։ Հիմա շատ գոհ ենք, որ գոնե խմելու ջուրն ունենք։ Այդ մի առիթով շատ գոհ ենք։ Դպրոցն ունենք, բուժգետն ունենք, խանութն ունենք։ Եսի մեսա բան կսարքեն կարուսելի պես բաներ էլի։ Երեխեքը կուրախանան։ Հեսիմ լավ է, վատ չի։ Տիկին Անետան պատմում է, որ գյուղի տանտիկիներն ուղակի փրկվել են ու չեն էլ ուզում հիշել գյուղի անջուր տարիները, որ շատ հարցներ իրենց բախտն էին անիծում անջուր գյուղ ոտք դնելու համար։ Հիմա ժամանակները փոխվել են, ջրի պակաս չկա ու պակաս տարիները մնացել են միայն գյուղացիների հիշողության մեջ։ Բայց այնպես չի, որ դեղցավանցիները հիմա դժգոհելու առիթ չունեն։ Գյուղամեջում ամեն օր նույն ժամին հավաքվող պապիկները քննարկում են աշխարհի ու Հայաստանի անցուդարձը, քաղաքական դեմքերին ու նրանց մեմ դարձած հայտարարությունները։ Թոշակառուն թոշակին ինչ անելու այդական։ Պետք չի նրան դա։ 10,400 դրամ որ ավելացնենք ինչ անենք, ոչ մի բան։ Ապա գրել են, գնա բուժվի, աննորմալ։ Գնա բուժվի ասում է։ Բայց Բայց էլ փորձեցի, գնաց ելի փող մուծեցի։ Այսինքն գնա վճարի արի։ Բժշկի դիմելու միտք չունի ու դեռ պինդ առողջություն ունի Լիդա տատը, որ ուղիղ 50 տարի գյուղի դաշտերում է աշխատել։ Հիմա էր այգու գործերի սեզոնին ընթառաջ ծառի բարակ ճյուղերն է հավաքում որպես ցախ օգտագործելու համար։ Ես նոր եմ դաշտերեն դուրս եկել, 75 թվին բանել եմ, մինչև առ եկո 25 թիվը։ Տակ եղանակից օգտվում ու վարդի թփերն է էտում Սանամ տատուն ու պատմում, որ դեղցավանցիների բախտը մի քանի հարցում է բերել։ Նախ որ գյուղի հողերը բերի են, եղանակը տաք է ու տունը ջեռուցելու համար մեծ ծախսեր չեն պահանջվում, հետո էլ մոտ են Վրաստանին։ Առատուր անում են, գնում այնտեղ ավելի էժանա, դեղորայ քնել, միր քնել, ամեն ինչ էլ շորեղենը, вообще ամեն ինչ էլ Վրաստանում էժանա։ Մեզ էլ որ այս դամոժնին մոտիկա, այտենց խնդիրել չունենք դամոժնին անցնելու։ Հա, այտենց մենք մերտեղ այդքան վատ չի, լավ է, հարմար է։ Երևանին հեռու ենք, բայց տելևիզիոն մոտիկ ենք, մի բան պատահում այնտեղից ես օրինակ գոհ եմ, այդքան էլ դժգոհ չեմ, բայց այդ որ ապրանքը չես կարող յուրացնես, այդ է դժվար։ Տաք ու արևոտ դեղցավանում տարվա մեծ մասը արև է, բայց արևը նաև մարդկանց սրտերում է, որոնք մրգից էլ քաղցր լեզու ունեն ու սիրտն ու դուռը միշտ էլ բաց է։ Դեղցավանում անծանոթին երբեք դրսում չեն թողնի, ցանկացածի ընդունում են, ասես վաղուց կորցրած բարեկամի։ Սա գյուղ է, որտեղ հյուրընկալությունը սովորություն չէ, այլ կենսակերպ, որտեղ մարդիկ սիրում են ոչ միայն իրար, այլ նաև հյուրին։ Մերի Կոլոլյան, Դավիթ Թամազյան, Դեղցավանի Ծանկյուն Գումարած 3 հեռուստաընկերության համար։